Ինչ տեղեկատվական աղբյուրներից եք ավելի հաճախ օգտվում։ Հիմնականում բոլորից էլ օգտվում եմ, բայց ավելի շատ Telegram-ից ու YouTube-ից։ Դե սովորաբար Facebook-ն է, Telegram-ն է եւ առասարակ նաեւ Google-ից, որովհետեւ շատ բաներ կա ճշտելու համար փնտրումներ եմ անում։ Առավել հաճախ օգտվում եմ Facebook-յան հարտակից, YouTube-յան էջերից, սոցկայքերից, հազվադեպ եմ օգտվում Telegram-յան ալիքներից, հեռուստատեսությունից էլի հազվադեպ եմ օգտվում ու շատ հազվադեպ ռադիոից։ Տեղեկատվական բոլոր հաշտարներից գրեթե օգտվում ենք հեռուստատեսություն, համացանց, ռադիո։ Բոլոր աղբյուրներից էլ օգտվում եմ, առավել շատ Facebook-ից։ Գրեթե բոլոր սոցհարտակներից էլ օգտվում եմ, բայց առավել հաճախ Facebook, Instagram եւ YouTube-յան ալիքներից։ Facebook-ից եմ օգտվում, բայց առավել շատ օգտվում եմ YouTube-ից։ Սոցիալական ցանցերում տարածվող լուրերը վստահելի համարում եք։ Առասարակ չեմ վստահում որևիցե մի հարտակին, որովհետև ցանկացած տեղեկություն, որը ինձ հետաքրքրում է, առնվազն ես ստուգում եմ մի քանի տեղ։ Սոցիալական ցանցերում տարածվող լուրերին շատ քիչ եմ վստահում։ Սոցիալական ցանցերում ոչ միշտ են հավաստի տեղեկություններ տարածվում, այսօր կեղծ լուրերի տեղատարապ է, տարբերակելը շատ դժվար է, դրա համար կարելի է ուշադիր լինել, որպեսզի ապատեղեկատվություն չտարածենք։ Վստահելը չեմ վստահում, մինչև չգտնեմ սկզբն աղբյուրը ու լիարժեք չհամոզվեմ այդ տեղեկատվության հարցում։ Նախ եւ առաջ հեղինակ նով է եւ երկրորդը վերնակրից եթե կարծում եմ ցնցող լուր, ուրեմն էլ չեմ շարունակում։ Եվ երրորդը ոչ կուսակցության, ոչ թեմի ինֆորմացիան է։ Ճիշտն ասած, ոչ այդքան շատ եմ վստահում, քանի որ շատ են եղել դեպքերը, որ ստահոդ լուրեր են տարածվել։ Վստահում եմ մասամբ, որովհետև երբեմն հանդիպում ենք կեղծ լուրերի, որոնք հետո պարզվում է, որ իրականության չեն համապատասխանում։ Վերջին 1 տարվա ընթացքում սոցիալական ցանցերում հանդիպել եք այնպիսի լուրի, որը հետագայում պարզվել է, որ կեղծ կամ մոլորեսնող է։ Լիքը լուրեր տարածողներ կան, դա մասնագիտություն է, fake-ը դա սայնս 10 տարի առաջվա, 15 տարի առաջվա fake-ը չէ, դա մասնագիտություն է, դա եղել է միշտ։ Շատ հաճախ եմ հանդիպում կեղծ լուրերի, օրինակ որևէ հայտնի երգիչը տարին մի քանի անգամ մահանում է, բայց հետո ստացվում է, որ այդ լուրը, այդ տեղեկատվությունը սուտ է եղել, կեղծ է եղել։ Համացանցում արագ տարածվեց, որ WhatsApp հավելվածը եւ Messenger հավելվածը վճարովի է դառնալու։ Մեկնաբանություններում տեսնում ենք, որ մարդկանց մոտ խոճապ էր առաջացել, սակայն WhatsApp հավելվածը պաշտոնական կայքերով հանդես եկավ հայտարարությամբ, որը հեշկվեց։ Եղել են ավելի շատ մահվան բաժանումների մասին կեղծ լուրեր։ Օրինակ վերջինը, որ Փաշինյանը Փարիզում տուն է կնե, ֆրանսիական նույնիսկ լաղջիկը Ֆրանսիա էր ապրում, այնտեղից ասեց, թե դու չգիտես, այստեղ թեժտերներ են կրում, որ ինքը այստեղ մեծ ապարանք է կնե բան է արել, հա։ Եվ հետագայում հերքում համայնա չեղավ կամ եղավ միտեղ, որը աննկատ մնացել։ Այո, նման դեպքեր շատ են եղել, օրինակ եղել է, որ ինչ-որ մի հայտնի դերասան կամ դեմք մահացել է, բայց իրականում այդպես չի եղել։ Վերջին 1 տարվա ընթացքում էլ ենք հանդիպել, վերջին 2 ամիսների ընթացքում ավելի հաճախ են եղել կեղծ լուրեր։ Ինչպես եք հասկանում, որ տեղեկատվությունը կարող է կեղծ լինել։ Ինչն է ձեզ հուշում, օգնում հասկանալ, որ լուրը կարող է վստահելի աղբյուրից չլինել։ Առասարակ որևիցե պետական համակարգ, երբ որ կառավարում է, ունի այսպիսի մի հատ մեթոդ, իրեն ասում են սատկած ծգան մեթոդը, հա, որտեղ 40% ճշմարտությունն է, իսկ 60% սուդը։ Սենսացիոն վերնագրի դեպքում ինձ թվում է, որ տվյալ տեղեկատվությունը կարող է կեղծ լինել։ Ավելի հաճախ ենք հանդիպում այնպիսի վերնագրերի, որոնք ավելի շատ ուշադրություն են գրավում, օրինակ շոկային լուրեր կամ սենսացիոն բացահայտումներ։ Այդպիսի վերնագրերի տակ հիմնականում թաքնված են կեղծ լուրերը։ Ակնհայտ սխալները, հղումի բացակայությունը ու ավելի սենսացիոն վերնագրերը։ Հիմնականում բովանդակությունն է, էլի, որովհետև
ես որ ասենք պատմաբան եմ, քաղաքական իրադարձություններից քաջատեղյակ եմ, հասարակական իրավիճակից, տնտեսական որ կարդում եմ, հենց նկատում եմ նման բան, էլ չեմ շարունակում, էլի, որովհետև գիտեմ, որ արդեն կեղծ է։ Հիմնականում երբ վերնագրերը լինում են օրինակ լատինատառ կամ ունենում են տառասխալներ եւ եթե մուտք եմ գործում անգամ տեսնում եմ թե այնտեղ որևէ պաշտոնական հղումներ կան թե ոչ, եթե այո, ապա շարունակում եմ նյութը դիտելը կամ կարդալը, իսկ եթե ոչ, ապա ինձ մոտ դրանք արդեն կասկածելի նյութեր են թվում։ Դե առաջին հայացքից էլ վերնագիրն է կարծես հուշում, հետո կասկածելով մտնում ենք էջ եւ տեսնում ենք, որ տեղեկատվությունը սխալ է, կեղծ է։ Որ աղբյուրներին եք առավելապես վստահում, անկախ լրատվամիջոցներին, թե պետական ԶԼՄ-ներին եւ իշխանամերձ աղբյուրներին։ Ինչու։ Ոչ մեկին։ Ես վստահում եմ մի քանի լրատվամիջոցի միքս տարբերակին։ Առավել շատ վստահում եմ անկախ լրատվամիջոցներին, այլընտրանքային լրատվամիջոցներին։ Ավելի շատ նախընտրությունը կդայի անկախ լրատվական ալիքներին, քանի որ այդ կայքերն են հիմնականում արծարծում կամ բարձրացնում ժողովրդի սոցիալական խնդիրները։ Վստահում եմ ավելի շատ անկախ լրատվամիջոցներին, որովհետև ավելի ստույգ է։ Երկուսին էլ հետևում եմ։ Ավելի շատ վստահում եմ անկախ լրատվական միջոցներին։ Միանշանակ անկախ լրատվամիջոցներին, որովհետև ավելի հավաստի են ինձ թվում է։ Որքան կարևոր եք համարում մեդիագրագիտության զարգացումը ձեր համայնքում։ Պատրաստ եք մասնակցել այդ թեմայով ուսուցման կամ դասընթացի։ Ինչի մեր քաղաքում Հայաստանում մեդիագրագիտությունը զարգացնել է պետք, որովհետեւ փոքր հասակից անգամ կարողանան ճիշտ ու սխալը հասկանալ եւ չգնեն ամենատարբեր թակարդներ։ Ժամանակ ունենալու դեպքում դե լինի, ինչի՞ չէ։ Շատ կարևոր եմ համարում մեդիագրագիտության բարելավումը մեր համայնքում։ Մեծ հաճույքով պատրաստ եմ մասնակցելու մեդիագրագիտության թեմայով սեմինարների, դասընթացների, ինչու՞ չէ։ Ավելի հաճախ այստեղ լրատվական հավաստի միջոցները պետք է ուղղակ հանդիսանան, որ մեդիագրագիտությունը տարածվի, որպեսզի որոշակի հղումներով համացանցից օգտվողները կարողանան տարանջատել կեղծ եւ հավաստի լուրերը։ Այո, իհարկե, եթե լինեն այդպիսի սեմինարներ, ես անպայման կմասնակցեմ։ Շատ կարևոր է, որովհետև շատ քչերն են տեղեկացված ու դառնում են պոտենցիալ զոհ են իրանք արդեն։ Ու շատ սխալ տեղեկատվություններ կտարածեն։ Մասնակցել եմ նմանատիպ դասընթացի ու կուզենայի էլի մասնակցել։ Եթե մեդիա քրագիտությունը մարդիկ չտիրապետեն, ուրեմն կյանքից հետ են մնում։ Հետ են մնում եւ այս դեպքում այդ մարդկանց շատ հեշտությամբ հնարավոր է դարձնել իրենց գործիքը կամ մոլորեսնել կամ դարձնել խեղկադակ։ Ինչու՞ չէ, եթե ժամանակ ունենամ, սիրով։ Մեդիա քրագիտությունը շատ կարևոր եմ համարում, քանի որ մարդիկ պետք է կարողանան տարբերակել կեղծ եւ իրական լուրերը կամ ինֆորմացիան։ Նման սեմինարների միշտ ցանկություն ունեմ մասնակցելու։ Շատ կարևոր եմ համարում, որովհետև մեր մարզում առավել եւս զարգացված չէ, կարելի ասել շատ ցածր հիմքերի վրա է։ Եվ պատրաստ եմ եւ նախաձեռնում եմ ուսուցում կազմակերպել այդ առումով։ Հաճախ եք սոցիալական ցանցերում տարածում տեղեկատվություն առանց աղբյուրը կամ իսկությունը ստուգելու։ Ես մինչև 18 թիվը ոչ մի ձև չէի մասնակցում ոչ մի բանի, 18-ից հետո մասնակցել եմ իդեմ այսօրվա իշխանության սխալ քաղաքականության, բայց հիմա առավել եւս արդեն մի տարի է ոչ մի բանի չեմ մասնակցել եւ այլևս չեմ մասնակցելու։ Երբևէ կեղծ լուրերով չեմ կիսվել։ Նախ ճշտել բարձել լուրը հավաստի աղբյուրներից է, պաշտոնական է թե ոչ, նոր կիսվել։ Իսկ եթե լուրը ապա տեղեկատվություն է, ավելնորդ կարող է լարվածություն առաջացնել, եթե այն տարածենք։ Հիմնականում պաշտոնական կայքերի տեղադրած նյութերն եմ կիսվում մեջում ու ավելի շատ սպորտային լուրեր, որոնք արդեն ճշտված են ու հաստատված։ Չէ, ես մեծ մասամբ ասենք, որ կիսվում են, ասենք նոր պատմական տվյալներ, իրողություններ, նոր լույսի տակ մեկնաբանություններ, դրանք են հիմնականում կիսվում։ Մնացած լուրերը չեմ կիսվում։ Առանց ստուգելու ֆեյք լուրերը չեմ տարածում, քանի որ ուրիշների մոտ կամ ընկերներիս մոտ նույնպես կարող է սխալ ինֆորմացիայի ձևավորում լինի։ Ընդհանրապես ես չեմ սիրում ինչ որ լուրով կիսվել։
Ձեր կարծիքով ինչպիսի քայլեր են անհրաժեշտ կեղծ տեղեկատվության ծավալները նվազեցնելու համար։ Որ համոզմունք ձևավորել միջի միջակայական քաղաքացում ու գիտեք ովքեր են հավատում կեղծ լուրերին, ովքեր ում արժե համակարգը խաթարված է արդեն ինքը դիրքորոշում չունի, մազունը սև է, թե սպիտակ իրան ինչ ասենք հավատա։ Իսկ այսօր մարդիկ ոտապոբիկ են, զարգացնել է պետք արգելանքները։ Այս հարցում մեծ գործ ունեն անելու եւ պետական կառույցները եւ հասարակական կազմակերպությունները։ Իմ կարծիքով այստեղ լրատվականների գործը ավելի մեծ դեր պետք է կատարի։ Տեղեկացնել հասարակությանը ինչ որ դասընթացների, թեկուզ, ինչ որ սեմինարների միջոցով, որ ավելի տեղեկացված լինեն։ Դրա համար օրենսդրական ակտեր են պետք, փոփոխություններ են պետք, կամ այդ կայքը պետք է նաև բացառի նման երևույթները եւ աշկելափակի այդ օգտատերերին։ Ես այդ կարծիքի եմ։ Շատ կարևոր եմ համարում ՀԿ-ների դերը, որպեսզի կարողանան իրականացնել կրթական ծրագրեր։ Հիմնականում պետք է զբաղվեն հասարակական ինչ-որ կազմակերպություններ, որ հնարավորինս այդ տեղեկատվությունը նվազագույնի հասցվի։ Երբևէ կեղծ լուրերը կամ ապատեղեկատվությունը ազդել են ձեր կարծիքի վրա, կապված ընտրությունների, քաղաքական գործընթացների կամ համայնքային խնդիրների հետ։ Տրամադրության վրա, հիշում եմ պատերազմի ժամանակ լուր տարածվեց, որ Թաղվարդ գյուղից ոչ մեկը չի փրկվել, 10 օր ընկած թաղվարդցիներն էին ման գալիս, ու պարզեցինք, որ լուրը, որ Թաղվարդ գյուղը ամբողջապես ոչնչացվել է, պատերազմի ժամանակ կեղծ է։ Իսկ առհասարակ եղել են իրականում Facebook-յան որպես օգտատեր, իմ հետ էլ է պատահել, երբ որ լուր է եղել, որը կեղծ է եղել, շատ արագ հասկանալով ինչի մասին է խոսքը, ներողություն եմ խնդրել իմ լսարանից։ Երբևէ կեղծ լուրը չի ազդել իմ կարծիքի ու դիրքորոշման վրա, որովհետև ես անմիջապես զգում եմ, որ տվյալ նյութը տեղեկատվությունը կեղծ է։ Համացանցը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, եթե մարդ ունի սեփական դիրքորոշումը եւ կարծիքը։ Երբևէ չեն ազդել իմ կարծիքի վրա։ Իմ դիրքորոշման վրա չի ազդել, ես կարող եմ մի քիչ կասկածել եմ, բայց հետագայում, եթե ասենք պաշտոնական գլխավորապես եթե պաշտոնական աղբյուրներում հաստատվում են, նոր հավատում եմ։ Նման նյութերը իմ կարծիքի եւ դիրքորոշման վրա երբևէ չեն ազդել։ Չէ, հիմնականում չի ազդել իմ դիրքորոշման վրա։ Ընտրությունների ժամանակ տեխնացուներին գնահատելիս ինչին եք հիմնականում ուշադրություն դարձնում։ Հայաստանում որևիցե մեկը երբևէ ընտրությունների ժամանակ ոչ անձին է գնացել, ոչ գաղափարին է գնացել, ոչ էլ այլ բանի։ Բոլորը գնում են իրանց պարզ մարդկային կամ խոշոր խորամանկ շահերի հետևից։ Հիմնականում առաջնորդվում եմ տեխնացուների նախընտրական գործունեությունից, նրանց կենսագրությունն եմ ուսումնասիրում, նախընտրական քարոզարշավի գործընթացն եմ ուսումնասիրում, հետոնով կողմնորոշվում եմ։ Հիմնականում տեխնացուներին գնահատելիս առաջնորդվում եմ այն սկզբունքով, թե ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, ուշադրությունը սևեռում եմ իր անցած ճանապարհի վրա, ինչ ոլորտում է աշխատել, ինչ գործունեություն է ծավալել։ Տվյալ անձի կենսագրությունը ավելի շատ կհետաքրքրի։ Ընկերների կարծիքը չեմ լսում, ես ունեմ իմ սեփական կարծիքը եւ առաջնորդվում եմ իմ պատկերացումով, թե տվյալ տեխնացուն եթե ասենք ընդրվի ինչ կարող է անել եւ նրա անցած կենսագրությունը, անցած ճանապարհը։ Միանշանակ ուշադրություն եմ դարձնում կենսագրությանը, անցած ճանապարհին։ Հիմնականում ուսումնասիրում եմ կենսագրությունը եւ կենսագրությունը շատ բան կասի իր անձի մասին, իր փորձի մասին եւ ըստ այդմ կողմնորոշվեմ։